Իսկ ինչ գիտեք դուք Սուրբ Խաչի մասին։ Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները, բոլոր ուղղափառ քրիստոնյաները խաչակնքվում են։ Եկեղեցում, եկեղեցուց դուրս, տանը, աղոթելիս, կերակուր ճաշակելիս եւ այլն եւ այլն։ Եվ մեր հայրերը, մեր նախահայրերը փորձությունների դեպքում, փորձանքների դեպքում, աստվածպաշտության ժամանակ միշտ խաչակնքվել են։ Բայց ցավոք սրտի այսօրվա քրիստոնյաները շատ քիչ բան գիտեն քրիստոնեության մասին։ Մենք բոլորս շատ քիչ բան գիտենք մեր հավատքի մասին։ Դրա համար մեզանից շատերը գայթակղվելով, լսելով ինչ-ինչ մոլորեցնողների, գնում են նրանց հետևից եւ մտածում, թե նրանք ճիշտ են։ Ցավոք սրտի այդ տգիտության խավարը կա։ Բայց մենք ունենք նաեւ ուրախանալու առիթ։ Մենք ունենք Աստծո օրհնությունը, մենք ունենք Աստծո նախախնամությունը, մեր սուրբ հայրերի ժառանգությունը, որով կարող ենք կրթվել, որով կարող ենք լուսավորվել, որով կարող ենք առաջնորդվել, որովհետև մեր հայրերի ժառանգությունը Սուրբ Հոգու տվածն է։ Եվ ովքեր դեմ են դրան, դեմ են Սուրբ Հոգու։ Այսինքն այսօրվա աղանդավորները ինքներդ գիտեք, ինչ ասես անում են եւ ասում Սուրբ Հոգուց է, որը կարող է անգամ հայհոյություն դիտվել, որովհետև շատ բաներ նրանք դիվական ներշնչմամբ են անում եւ ասում են Աստծուց է։ Բայց չշեղվենք մեր թեմայից։ Խաչը։ Ինչ կարող ենք ասել խաչի մասին։ Սուրբ Եփրեմ ասորին գրում է. Այսօր լույսի խաչը բարձրացավ ոսկե բլուր Գողգոթայի վրա, իսկ ես հավատով վեր բարձրացա հողեղեն ընթացքից։ Այսօր կենաց փայտը իբրև հրաշացած արևելք ընծայվեց Ադամյան հողածին ազգի փրկության համար։ Այսօր կենսաբեր խաչի միջոցով բացվեց դրախտը որդեգրվելու համար, եւ ես կրկին նորոգվեցի վայելելով կենաց ծառի պտղից։ Իսկ գիտեք կենաց ծառի պտուղը ով է։ Տեր Հիսուս Քրիստոսը։ Եթե Ադամն ու Եվան դրախտում ծառից ճաշակելով մահը ժառանգեցին, որովհետև անհնազանդություն ցուցաբերեցին, Աստծո պատվիրանը խախտեցին ու չապաշխարեցին, մենք ապաշխարությամբ, մեղքերի խոստովանությամբ, ուղղափառ հավատքով մոտենալով կենաց ծառի պտղին, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսին, Սուրբ պատարագի ժամանակ ճաշակելով նրա քավչարար մարմինն ու արյունը, կյանք ենք ստանում։ Եվ հենց այդ մարմինն ու արյունը ճաշակելով է, որ մենք կարող ենք մտնել հավիտենական կյանք, որից զրկված են այսօր շատ շատերը, որովհետև եկեղեցու զավակ չեն, հետևում են աղանդներին։ Վերադառնանք խաչին։ Սուրբ Եփրեմ ասորին ասում է. Այսօր վերստին ծաղկելով պայծառացավ կենաց ծառը, եւ ես փառավորվեցի, վայել չանալով աստվածային շնորհի լույսով։ Այսօր սերով բեական սուրը թողեց դրախտի շուրջանակի պահպանությունը, եւ ես երկրորդ Ադամի միջոցով վերստին մտնելով հարազվարճ ցնծությամբ վայելում եմ եդեմական դրախտի փափկությունը։ Այսօր լուծվեցին դժոխքի կապանքները եւ ես արձակվեցի աներևույթ բռնակալից, այսինքն սատանայից։ Փայտի միջոցով մահ քաղեցի, խաչի միջոցով կյանք եմ հագնում։ Փայտի միջոցով բազմատեսակ զանազան մեղքերի անարգությունը հագա, խաչի միջոցով մեծության փառքն եմ վաստակում։ Փայտի միջոցով Եվան ընկավ, Ադամին էլ դուրս հանելով անճառելի փառքից ու պատվից տարավ։ Խաչի վրա մահվան միջոցով Քրիստոս կյանք տվեց մարդկությանը հավիտենական կյանքի մշտնջենավոր փառք պարգևելով մեզ։ Քանզի ժառանգեցի ոչ միայն դրախտն ու այն ամենը, ինչ տենչալի է երևացող բաների մեջ,
այլ նաև աստվածացա, աստվածային կյանքի ճշմարիտ և իմանալի լույսով պայծառանալով։ Սիրելիներ, այստեղ աստվածացա բառը գրված է փոքրատառով։ Այսինքն մարդը ոչ թե սուրբ երրորդության անձերից մեկն է դառնում, մեկ ուրիշ աստված է դառնում հավասար Աստծուն, ոչ իհարկե, այլ շնորհն է ստանում Աստծու որդի լինելու, և հենց դրանով է, որ մարդը կարող է աստվածանալ, այսինքն լինել Աստծու զավակ, և մենք շնորհով ենք դառնում Աստծու որդիներ, եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսը բնությամբ է Աստծո որդի և հավասար է իր հորը, մենք Տիրոջ խաչելությամբ, Տիրոջ քավչարար փրկագործությամբ որդեգրվում ենք հորը շնորհով, և եթե մենք Աստված տա մուտք գործենք երկնքի արքայություն, ապա մենք կլինենք Աստծո որդիներ, բայց նախ այստեղ պիտի Աստծո որդիների նման ապրենք, հետևելով նրա պատվիրաններին, լինելով նրա եկեղեցու մի անդամը, քայլելով ապաշխարության, փշոտ, բայց քաղցր ճանապարհով, լինելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետևորդը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մարդացավ, օրինակ ծառայեց, ցույց տվեց ինչպիսին պիտի լինի հոր որդին, և մեզ էլ ասում է, որ նմանվենք իրեն, բայց նմանվենք խոնարհությամբ, հեզությամբ, նմանվենք պատվիրանապահությամբ, որովհետև անգամ ինքը, որ պատվիրանները պահելու կարիք չուներ, ամեն կերպ պահեց պատվիրանները և մեզ էլ նույնը սովորեցրեց։ Պատվիրանները տվողը ինքը պահեց պատվիրանը։ Աստծու որդին մարմնացավ, մարդացավ, որպեսզի մեզ աստվածացնի և Աստծու որդիներ դարձնի։ Բայց իհարկե նորից եմ կրկնում, սա պետք չէ հասկանալ Աստված բուն իմաստով, այսինքն ինչպիսին երրորդությունն է, այլ շնորհով Աստծու որդիներ ենք դառնում։ Շարունակենք։ Խաչը կանգնեց Երուսաղեմի մեջ ոսկետեսակ Գողգոթայի գագաթին, և իմանալի զորությամբ փառքի ահից սարսափեցին երկրի ծագերի երիկամները։ Խաչը կանգնեց, և ի սկզբանե արարածներից ծածկված խորհուրդը հայտնի դառնալով երևաց մարդկային ազգին։ Խաչը կանգնեց, և արարածներից բարձրը, հրեշտակների ու մարդկանց թագավորը, իբրև մարդ շրջեց մարդկանց մեջ, երևալով աշխարհում։ Խաչը կանգնեց, և սատանան գլորվեց ու կապվեց անքակտելի կապանքներով։ Խաչը կանգնեց, և դժոխքն ավերվեց ու գերվեց։ Խաչը կանգնեց, և դևերը մերժվեցին ու ցրվեցին։ Խաչը կանգնեց, և կռապաշտությունը լռեց ու դադարեց։ Խաչը կանգնեց, և հրեական տաճարի վարագույրը երկու մասի բաժանվելով պատռվեց։ Խաչը կանգնեց, և նոր շնորհով հիմնվեց եկեղեցին։ Խաչը կանգնեց, և հրեաները գայթակղվելով ցրվեցին ու չզղջացին։ Խաչը կանգնեց, և հիմարացած հեթանոսները ծաղրում են սքանչելիքը։ Խաչը կանգնեց, և անեծքը լուծվելով օրհնությամբ փոխվեց։ Խաչը կանգնեց, և մահը արհամարվելով ընկավ։ Խաչը կանգնեց, և ավազանի լույսի շնորհը փայլեց ու ծաղկեց։ Խաչը կանգնեց, և մեղքը մեռավ։ Խաչը կանգնեց, և արդարության լույսը ծավալվեց։ Խաչը կանգնեց, և աստվածճանաչողության քարոզությունը սփռվեց ու տարածվեց բոլոր արարածների մեջ։ Խաչը կանգնեց, և հեթանոսները հրավիրվելով որդեգրության կոչվեցին։ Խաչը կանգնեց, և աստվածաբանությունը փայլելով զարդարվեց։ Խաչը կանգնեց, և առաքինությունը զանազան ճոխությամբ ծաղկելով պսակվեց։ Խաչը կանգնեց, և մարդիկ աստվածանման ու աստվածախոս դարձան։ Խաչը կանգնեց, և երկնայինները երկրայիններից խառնվեցին։ Խաչը կանգնեց, և ապականությունն անապականություն ժառանգեց։ Խաչը կանգնեց, և անճառելի ճառագայթներով բարձրացավ նոր օրենքի արեգակը։ Խաչը կանգնեց, և ստվերակերպ օրենքի լուսինը մնաց իր կարգում։ Խաչը կանգնեց, և նոր ու աստվածակերպ շնորհների Երուսաղեմը սկսեց պայծառանալ։
Խաչը կանգնեց նորակերտ Գողգոթայի վրա եւ ըստ տերունական անսուտ խոսքի սկսեց լուծվել անհավատության ստվերով պատած հրեական ժողովրդի հին Երուսաղեմը։ Խաչը կանգնեց նախահոր թաղման տեղի վրա եւ կենարար կողի մշտնջենաբուխ աղբյուրից մեզ համար վերստին անմահություն բխեց անապականությամբ երկնային մեղրահոս մանանայով լցնելով ողջ տիեզերքը։ Սիրելիներ, ինչու է ասում, թե նախահոր գերեզմանի վրա, այն թաղման տեղը, որի մասին ասում է։ Ուրեմն ըստ եկեղեցական մեր սրբազանավանդության Նոյին եւ իր որդիներին հանձնարարվել էր վերցնել Ադամի ոսկորները եւ թաղել հենց Գողգոթայի վրա։ Եվ Գողգոթա թարգմանաբար նշանակում է գանք։ Տեր Հիսուս Քրիստոսը խաչվելով Գողգոթայի վրա, այնտեղ որտեղ հին Ադամի ոսկորներն էին, այսինքն մահացած Ադամի, մահով մահը կոխոտեց, իր մահով մահը հաղթեց եւ վճարեց Ադամի փրկագինը եւ մեր բոլորիս փրկագինը։ Նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Խաչը կանգնեց եւ գայլերն ու գառները միասին կերան։ Խաչը կանգնեց եւ ճշմարիտ հավատացյալները ոտնակող արեցին առյուծներին ու վիշապներին, այսինքն դևերին։ Խաչը կանգնեց եւ երկնային աշխարհը փափագողները գրավեցին լուսեղեն հարկերում կյանքի անդաստանում։ Խաչը կանգնեց եւ ճշմարիտ երկրպագուները հոգով եւ ճշմարտությամբ երկրպագում են հորը։ Խաչը կանգնեց եւ բոլոր Քրիստոսին հավատացողները ժառանգեցին երկրի վրա տրված նոր անունը կոչվելով Քրիստոնյա, այս մեծ ու սքանչելի անունը, որից եղանք, որով ապրում ենք եւ որին վիճակվեցինք։ Ով անուն նոր եւ զարմանալի հրեշտակների ու մարդկանց համար։ Ով անուն նոր ու փառավորված երկնքում եւ երկրի վրա։ Ով անուն նոր ու մշտնջենավորապես տրված մարդկանց ըստ Եսայի մարգարեի կանխասացության, պիտի տրվի նոր անուն, որը պիտի օրհնաբանվի երկրի վրա։ Մեծ ու պատվարժան է, մշտնջենավոր պսակ է քրիստոնյա կոչվելը։ Այդ անվամբ ոչ միայն կոչվեցին, այլ նաև պայծառ փայլով փառավորվեցին նախ եւ առաջ տիեզերքի առաջին լուսատուները, այսինքն առաքելական գնդի 12 ճառագայթող ջահերը։ Մեզ կյանք պարգևողը Քրիստոս նրանց հետ դեմ հանդիման խոսելով երանելի ձայնով նրանց աշխարհի լուսատուներ անվանեց։ Նրանցից հետո աստվածաբանների դասերը, ավետարանիչների ու վարդապետների հույլերը, որոնք խաչի հետևությամբ իրենց մարմիններում մշտապես կրելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահը, երանելի եւ աստվածընկալ խաչի շնորհիվ առավել լուսավոր ու աստվածանման դարձրեցին հավատացյալների հոգիները, ով երկրի վրա նոր ու ամենօրհնյալ անուն, որով ծավալվելով փայլեցին համայն տիեզերքի աստղերը, եկեղեցու անուշաբույր ծաղիկները, զանազան հովիտներում ու խնկաբեր լեռներում բուրող շուշաններ, այսինքն մարտիրոսների, միշտ կույսերի եւ մենակյացների հույլերը, որոնց այս աշխարհը չարժե։ Ով նոր ու աստվածատեսակ անուն, սոսկալի դիվական խավարային այսերի եւ բոլոր անհավատների համար, որով աճելով բարձրացավ ընդհանրական, այսինքն ճշմարիտ եւ բոլոր ուղափառների եկեղեցու եղջյուրը։ Նրանք լուսապսակ ու աստվածեղեն խաչի միջոցով ամրացրին իրենց անձերը ճշմարիտ եւ ուղափառ հավատով մեր Աստծու Քրիստոսի մեծ եւ ճշմարիտ անունով քրիստոնյա կոչվելով։ Ով Աստծու որդի, սարսափելի տնօրինության երանելի խորհուրդ, որ կատարվեց աշխարհում վերջին ժամանակներում։ Աստվածընկալ խաչի խորհուրդը, որ արարածների սկզբից էր, անճարելի է զորությամբ։ Խորհուրդ, որ ժամանակների մեջ գուշակեցին մարգարեները, քարոզեցին առաքյալները, իսկ վերջին հավիտյանում մեկնեցին աստվածախոս այրերը եւ վստահեցին բոլոր բանական արարածներին։
Քանզի է Աստծո տնօրինության մեծ խորհուրդը, որ այժմ հայտնվեց կենդանարար եւ պատվական այս խաչով, դրախտում ցույց տրվեց կենաց ծառով։ Նոյով նշվեց չորեքկերպյան տապանագործ օրինակով։ Աբրահամով խորհուրդը գուշակվեց Իսահակի պատարակումով։ Տպավորվեց Հակոբի գավազանի ծայրին երկրպագումով։ Օրինակվեց Մովսեսով, տպավորվելով իբրև բարձրադիտակ պղնձանյութ օծ։ Ահարոնով ծաղկեց, վերափայլեց իբրև բողբոջած գավազան։ Հեսուի միջոցով զեկուցվեց հրաշագործելով անցումը Հորդանանի ջրերի միջով։ Նաև բոլոր արդարների, նաև մարգարեների դասերի միջոցով կանխավ տպավորվեց մարգարեապես ծածուկ, այլ ոչ առաքելապես հայտնվեց զեկուցվելով։ Իսկ երբ եկավ ժամանակների լրումը, արդարության արեգակը, այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ծագելով բարձունքներից, այցելեց մեզ եւ բանն Աստված մարմին լինելով բնակվեց մեր մեջ, շրջելով մարդկանց մեջ։ Եվ ծովի անդունդներում փայլող պայծառ մարգարիտի պես ճառագեց իր լույսը թագավորական պատկերը եւ իր հողեղեն ընթացքով աղբի մեջ ընկած ու կործանված խոզերից, մոլեկան, չարայսերից կողկրտված մարդուն կրկին մաքրելով եւ խառնելով իրեն դրեց թագավորական գանձի մեջ աստվածային բնության անշփոթ միավորությամբ։ Այն ժամ ապա մեծ խորհրդի կատարումով մեզ տրվեց մեծ եւ աստվածային նշան, լուսող խաչը, ըստ այն խոսքի թե քո երկյուղացներին նշան տվեցիր, որ փրկություն գտնեն աղեղից, ասվում է Սաղմոսում, որ եղավ ընդհանրական եկեղեցու ամուր պարիսպ ու անվթար զենք, որի ծահով սարսափեցին դևերը, որին վերջում դառնալու են հրեաները, վախենում, որից սարսում են հեթանոսները, ամաչում հերկվում են հերձվածողներն ու աղանդավորները եւ ճշմարտության բոլոր թշնամիները ետ են դառնում, որով անդադար եւ հանապազ մարտերով պատերազմելով մեր գարշապարներին է սպասում կամակոր օծը պես ու զանազան ախտերով եւ հայհոյիչ ու աստվածամարդ խորհուրդներով։ Սակայն կենարար, ամենօրյալ եւ երանելի այս խաչը աստվածային տնօրինության մեծ հրաշագործությունից հետո աստվածային կանխագետ կամքով հողի տակ ծածկվելով նույն փրկական խաչելության վայրում աներևութացավ մարդկանցից ոչ իմանալի շնորհների զորությամբ, այլ մարդկային դիտավորությամբ։ Իսկ երբ ավարտվեցին դիցապաշտ կռամոլ ու անաստված թագավորների ժամանակները, մեծ աստվածային եւ հաղթող Կոստանդիանոս թագավորի ժամանակներում վերաբխեց հողից, փայլեց բարձունքներից հաղթություն միանժամանակ եւ աստվածգիտություն պարգևելով նրան։ Այստեղից ապա աստվածափայլ այս խաչի միջոցով աստվածապաշտության գանձեր էին ավանդում ուղափառ թագավորներին։ Այստեղից ապա կենսազգեստ այս խաչի միջոցով, որպես երբ նրանք ծաղիկներից հյուսված պսակ քրիստոնյայի անունն էին դնում մարդկանց վրա։ Այստեղից ապա Քրիստոսամատն խաչի միջոցով ընդհանրական եկեղեցին վրստին զվարթացավ զանազան ծաղիկներով ու բազմափայլ առաքինություններով։ Ահա սիրելիներ, առաջին մասի ավարտը։ Անպայման կձայնագրեմ ձեզ համար երկրորդ մասը, որովհետև եթե ամբողջովին ձայնագրեմ, դժվար թե այդքան լսեք, որովհետև կհոգնեք։ Ավելի լավ է մասերով ձայնագրեմ, բայց հաճույքով լսեք, որովհետև մեղրն էլ պիտի չափով ուտես, որպեսզի սրտխառնոց չառաջանա, ինչպես գրված է Սուրբ գրքում, Սողոմոն իմաստունն է ասում։ Այնպես որ սիրելիներ, այսօր մեր չափաբաժինը ունեցանք։ Փառք Աստծուն այս հրաշալի մեկնության համար, այս հրաշալի ներբողի համար, այս հրաշալի բացատրության համար։ Փառք Աստծուն այն ամենի համար, ինչ որ ունենք մեր եկեղեցում որպես Սուրբ Հոգու ժառանգություն։ Փառք Աստծուն մեր սրբերի համար։ Մեր սրբերը եղան նրանք, ովքեր ապրեցին այս աշխարհում որպես լուսով որդիներ, եւ նրանց կյանքը տեսնելով մենք փառք ենք տալիս Աստծուն, ինչպես Տերը պատվիրեց, որ ապրեք այնպես, որ տեսնելով ձեզ, փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է։ Մեր սրբերը այդպես ապրեցին եւ մեզ էլ պատվիրեցին, որ հետևենք Տիրոջ այդ խոսքին։ Փառք ու գոհություն մեր Տեր Աստծուն։ Սուրբ Եփրեմ ասորու բարեխոսությամբ, թող որ բոլորս երկնային օթևաններում
բոլոր սուրբերի հետ միասին փառավորենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Փառք ամենասուրբ երրորդությանը։